Որպեսզի ես գնահատական չտամ պարոն Դանիելյանի հայտարարությունների արժեհավատությանը, պարզապես պետք է հիշել, որ այսօր պարոն նախարար Պապոյանը 3 անգամ նկարագրել է, թե իր 3 րոպեվա մեջ բարձրաձայնված հարցի հետ կապված ինչ քայլեր է ձեռնարկվել, որ քայլերը ձեռնարկվել է մինչև ակցիաները լինել եւ նույնիսկ ժամկետ ասել, թե երբ է դա քննարկվելու ԵԱՏՄ նիստում, հետեւությունները թողում եմ հանրությանը, բայց ինչ էր այսօրվա հայտարարության պատճառը, ես կուզեի այդտեղ բան անել, որովհետև քանի որ ընդդիմությունը իրանց Գյումրի 2 պլանը ձախողել է արդեն, հավաքվելով իրար հետ միտեղ միտինգի, միտեղ քննչական գործողությունները խաթարելուն եւ այլն, եկեք միացնենք 3-ի հայտարարություններին բերենք, տեսնենք այս մարդիկ, որոնք պնդում են, որ մենք ընտրություններում հաղթելու 0 շանս ունենք, ինչի չեն ուզում գնան ընտրությունների։ Եկեք հերթով ամեն մեկին անդրադառնանք, դե պատիվ ունեմ, որը տենց եկավ ստեղ, ես իմ ինչ բառապաշարով ելույթ ունեցավ ու պատվով փախավ, ինչ էր ասում ինքը, իրանց տեխնացուն, որին գտել էին, ասում էր, որ սա պարապ լինելուց լավ է։ Սա ես մի անգամ եմ ասել, սա օրակարգ լցնելու թեման է։ Մյուսը ներքնաշորերի հանդեպ ֆետիշ ունեցող առաջնորդը, այս մյուս թևի, ինչ էր ասում էր, որ մենք հաղթելու ենք ընտրություններում, բայց նաև պատճառներ բերում, թե ինչի ինքը չի գնում ընտրություններ, որովհետև ինքը հավես չունի շրջելու Հայաստանի Հանրապետությունում եւ իրեն հաճելի չի ամեն օր 8-ից 10 հանդիպում ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Վերջ այս մարդիկ այդ չեն ուզում։ Հիմա ամենակարևորը ում շուրջը դու կամած, սենց բան եք անում։ Այդ ամեն մեկս մեր ձևով շարժումն է, որտեղ իրանք տենց ձևակերպեցին, որ մեր ձևով դա նշանակում է ամեն մեկս մեր ձևով, ամեն մեկը իր ձևով, կներեք։ Հա ինձ 1000 անգամ կներեք։ Մի անջատեք, թող մնա։ Չէ, ինձ 1000 անգամ կներեք, լավ։ Ինչ է ասում երրորդ ուժը, որի շուրջ համախմբվել են, ինչ են իրանք փնտրում այսքան երկար ժամանակ, ընդունելի տեխնացու, այն մարդու մատաղ չի է տեխնացուն ընդունելի լինի։ Դուք ընտրությունների մասին պատկերացում ունեք, տեխնացուն նախընտրելի պիտի լինի, տեխնացուն այն պիտի լինի, որին ոչ թե ժողովուրդը ընդունում է, որովհետև ստիպված պետք է հանդուրժի այն ում դուք եք ընտրել, այլ իրականում պետք է նախընտրի այդ տեխնացուն։ Բա իհարկե դուք ընկած ընդամենը ընդունելի առաջնորդներին թողած ընկած ընդունելի տեխնացու են իրանց համար ման են գալի ու չեն գտնում։ Ու այնքան իրար նման եք, այնքան չեք փոխվել, որ այս ձեր վերջի այդ հավաքին այդ լաոյի փլեյլիստն էլ չեք փոխվել, է։ Լսում ես, ասում ես լաոյից այս կողմ կանցնեն, բայց չեն անցնում։ Ու մեկ էլ շատ եք սիրում, էլի 37 թվից խոսալ, լիքը փաստարկ կա, որ 37 թիվը սենց չէր, դուք շատ լավ գիտեք, ձեր տենց պատկերացումները ում հետ որ փոխկապակցված է 004 հրամանը վկա ու շատ եղեք այս վերջում երկելու համար էին մարդ ձերբակալել, բայց 37 թվի հետ դուք մի այս ժամանակաշրջանը 37 թվի հետ մի ընդհանրություն կներեք, որը երկու ժամանակաշրջանում էլ խորհրդարանական ընդդիմություն գոյություն չուներ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։